Պաշտպանության նախարարությունը անցնում է հասարակության հետ շփման նոր, թափանցիկ ռազմավարության։ Այսուհետև նախարարությունում կգործի թեժգիծ, որով բանակի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել եւ ներկայացնել իր դժգոհություններն ու առաջարկները։ Ի դեպ, խորհրդանշական է նաեւ թեժգծի հեռախոսահամարը 128 բանակի կազմավորման ամսաթիվն է հունվարի 28։ Այն կգործի առավոտյան 8-ից մինչև երեկոյան ժամը 6-ը, իսկ մինչև առավոտ թեժգծին կարելի է թողնել ձայնային հաղորդագրություն։ Այս գիծը բոլոր նրանց համար է, ովքեր պաշտպանության նախարարության հետ որևէ հարց կամ խնդիր ունեն քննարկելու, սկսած մեր մատակարարներից մինչև այն գործարարներ, որոնք համարում են, որ իրենց հավասար հնարավորություններ չեն տրամադրվել բանակին մատակարարում ապահովելու համար։ Հասարակության հետ բաց շփման գլխավոր նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները զինված ուժերում։ Գրեթե 100 օր առաջ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի առաջին հանձնարարություններից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությանն էր վերաբերում։ Ըստ նախարարի, այս ոլորտը երկու հատկություն ունի։ Առաջինը սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն, եւ երկրորդ տեղեկություն ստանալ առանձին դեպքերի մասին եւ լուծել այդ խնդիրները։ Պաշտպանության նախարարությունը առաջին շահագրգիռն է, որպեսզի քաղաքացին զինված ուժերում իրեն զգա պաշտպանված եւ ամուր, որտեղ միայն ամուր եւ պաշտպանված զգացող մարդը կարող է հայրենիքի լիարժեք պաշտպան լինել։ Արդեն ստեղծվել է զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհուրդ։ Օմբուդսմանի պնդմամբ գրասենյակը չի հանդուրժելու զինծառայողների իրավունքների ոտնահարումները։ Զինծառայողների առողջական վիճակի, բժշկական փորձաքննության, սոցիալական իրավունքների վերաբերյալ բողոքների հիման վրա բացահայտվում են համակարգային խնդիրներ։ Անցյալ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման հիման վրա արձանագրվել են խնդիրներ, որոնք վերաբերում են զինծառայողների առողջական վիճակին, նրանց բժշկական փորձաքննությանը, զինվորական հաշվառման հարցերին։ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից մեկն էլ կանանց ներգրավվածությունն է։ Հենց այդ նպատակով նախարարությունը դռներն ավելի լայն է բացում կանանց առջև, հատկապես որ ժամանակակից սպառազինությունը կանանց բանակում ներգրավելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։